Այսպիսով, քույր, ես ուզում եմ ձեզ հետ մի փոքր խոսել։ Դուք գիտակցում եք, որ ինչ-որ բան է տեղի ունենում, իհարկե, քույրն ասում է, այո, այո, տեսեք, դա հենց նոր տեղի ունեցավ։ Եթե դա ճշմարտություն է, ապա թող մարդիկ տեսնեն ձեր բարձրացած ձեռքը, դա այդպես է, տեսնում եք, դա նրա ներկայությունն է, դա այդպես է, տեսնում եք։ Այսպիսով, ես անծանոթ եմ ձեզ եւ երբեք կյանքում ձեզ չեմ տեսել։ Եվ եթե Սուրբ Հոգին, ում մասին ես խոսում էի, որ Հիսուս Քրիստոսը երեկ, այսօր եւ հավիտյան նույնն է, եթե ես իսկապես վկայեցի այդ մասին մարդկանց եւ պնդեցի, որ դա ճշմարտություն է եւ նա իսկապես նույնն է, այդ ժամանակ նա կբացահայտի ինձ ձեզ ինչ-որ այնպիսի բան, որը կօգնի ձեզ հավատալ նրան։ Եթե դուք այստեղ, ես չգիտեմ, թե ինչպիսին է ձեր կարիքը, բայց նա գիտի, այսպիսով, եթե Աստված թույլ տա դա, ապա դուք կընդունեք ձեր բժշկությունը եւ կամ ինչ էլ որ ձեզ պետք լինի, ֆինանսներ կամ ամեն ինչ, ինչի մասին դուք այստեղ հարցնում եք նրան, ինչի մասին նրանից խնդրում եք կամ տնային խնդիրներ, ինչ էլ որ դա լինի, նա կիմանա եւ նա կկարողանա ասել ինձ այդ մասին, ճիշտ է, եւ դա կնշանակի, որ նա նույնն է, ինչպես նա զրուցում էր ջրհորի մոտի կնոջ հետ։ Այսպիսով ես զրուցում եմ ձեզ հետ, ինչպես դա անում էր նա, միայն որպեսզի կապվեմ ձեր հոգու հետ։ Եվ ես տեսնում եմ, որ դուք հեռանում եք ինձնից, դուք ունեցել եք, ես տեսնում եմ ինչ-որ մեծ վթար, դա դժբախտ պատահար է, եւ դուք դա ավտովթար էր, եւ ձեզ շպրտեց ահա այսպես օդ, եւ դուք ինչ-որ տեղից ձգել եք պարանոցը, եւ դրա պատճառով ձեր պարանոցի վրա հայտնվել եք քաղցկեղ։ Ինչ։ Եվ դուք ինչ-որ կերպ ուսուցանում եք խոսքը, եւ դուք հավատում եք, որ Հիսուս Քրիստոսը դարձնում է ձեզ առողջ։ Հայր Աստված, քո որդու Հիսուս Քրիստոսի անունով, Աստծո խոսքի հիման վրա, մահացող կնոջ կողքին, ես խնդրում եմ, որ այս չարը թողնի նրան, Սատանա, դու բացահայտված ես, ուստի դուրս արի այս կնոջից, քանի որ կենդանի Աստծո եկեղեցին պահանջում է, որ դու հեռանաս Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Այսպես, քույր, մեկ րոպե, ես պարզապես ուզում եմ խոսել ձեզ հետ, իհարկե դուք գիտեք, որ այն արդեն չկա, այդպես էլ կմնա, տեսնում եք ինչպիսին է դարձել ձեր կոկորդը, նա դուրս է գալիս, նրա մոտ ամեն ինչ անցավ, նրա կոկորդում այլևս չկա խպիպ, եւ նա թող օրհնի ձեզ Աստված, հիմա գնացեք եւ եղեք երախտապարտ, երջանիկ եւ ուրախ, կարող եք գնալ։ Հիմա, պարզապես հավատք ունեցեք Տեր Հիսուսի հանդեպ, դրեք նրան հենց հիմա ձեր մտքերի կենտրոնում, Տեր Հիսուսին, այդ մասին խորհեք։ Երբ նրանք խորհում էին այս ամենի մասին, նրանք համամիտ էին։ Հիշեք, Հիսուսը երեկ, այսօր եւ հավիտյան նույնն է։ Նա նույնն է եւ այսօր, միայն հավատք ունեցեք։ Նրանք, ովքեր դահլիճում են, նայեք այս կողմը եւ հավատացեք ամբողջ սրտով եւ հատկացրեք ինձ ձեր ամբողջ ուշադրությունը, մնացեք աղոթքի մեջ, կարճած մնացեք Աստծո հանդեպ հավատքին։ Այսպիսով, ըստիս, ահա այս տիկինը, սա Հիվանն է, եղբայրն ասում է, այո, լավ, մոտեցեք ավելի մոտ, քույր։ Իհարկե, դա ձեզ վնաս չի պատճառի, պարզապես դա նրա ներկայությունն է, հասկանում եք, որը դուք զգում եք, եւ ես, իսկ ով լսարանում է, ես ձեր եղբայրն եմ, դա հոգեբանություն չէ, ես զգացի, որ դա բխում է լսարանից, դա այդպես չէ, դա ամենակարող Աստվածն է, հասկանում եք, դա հոգեբանություն չէ, ոչ, դա այդպես չէ, մի արեք դա, պարզապես մտածեք այն մասին, որ դա Տեր Հիսուսն է, հասկանում եք, համամիտ։ Այսպիսով, քույր, ես պարզապես ուզում եմ մի փոքր խոսել ձեզ հետ, հավանաբար մենք անծանոթ ենք, բայց Տեր Հիսուս Քրիստոսը գիտի մեզ երկուսիս էլ,
Եվ այստեղ մենք հանդիպում ենք երկրի վրա առաջին անգամ, բայց նա գիտի ձեզ, և նա կերակրել է ձեզ ձեր ամբողջ կյանքում, և նա գիտի ինձ, և եթե ես ձեր եղբայրն եմ, և նրա շնորհով, աստվածային պարգևի օգնությամբ, որի գալստի հետ ես ոչ մի առնչություն չեմ ունեցել, երբ ես ծնվեցի և դեռ երեխա էի, առաջինը, ինչ ես հիշում եմ, տեսիլքն էր, այսպիսով, ես ուզում եմ, որ դուք մի փոքր նայեք այս կողմը, իհարկե դուք հիվանդ եք, և դուք տառապում եք հիվանդությունից, ձեր շուրջը մութ ոգի է, դա մահն է, և այն քաղցկեղի տեսքով է, և քաղցկեղը գտնվում է կրծքի վրա, և դուք տեսնում եմ, որ ձեզ հետազոտում է ուժեղ մարդ, և դուք ունեք ճողվածք, և այդ ճողվածքը գտնվում է աղիքներում, ինչպես նաև դուք ունեք խնդիր ստամոքսի հետ, սրտի լուրջ հիվանդություն, որի պատճառով դուք ուշաթափվում եք, այստեղ մի քանի օր առաջ դուք նստած էիք կողքով մահճակալի եզրին և քիչ էր մնում կորցնեիք գիտակցությունը, երբ նայում էիք պատուհանից, այս ամենը ճշմարիտ է, քույրն ասում է հենց այդպես, այս ամենը ճշմարիտ է, դա էր, ամենը ճշմարիտ է, ինչ էլ որ եղավ, իհարկե ես արդեն ոչինչ չեմ հիշում, բայց ինչ եք կարծում, ով գիտի ձեր կյանքը, դա Հիսուս Քրիստոսն էր, համաձայն եք, որ դա այդպես է, քույրն ասում է այո, շնորհակալություն, դուք պատրաստ եք, դուք գիտեք, որ այստեղ ինչ-որ գերբնական բան կա, այո, և եթե հավատում եք, որ դա Տեր Հիսուսն է, ինչպես ես քարոզեցի խոսքից, և հավատում եք, որ դա Տեր Հիսուսն է, այո, հավատում եմ, ես գիտեմ, որ դա մութ ոգի է, ես տեսնում եմ, որ այն դեռ կախված է ձեր վրա, դա շատ լուրջ բան է, ի դեպ, ես տեսնում եմ, որ դուք ձեր անունը Եվա է, այո, իսկ ազգանունը Յորք, այո, և դուք ապրում եք այս քաղաքում, այո, դա այդպես է, և ձեր տան համարը 613-ն է 6-րդ փողոցում, այո, ճիշտ է, այո, դուք տուն կգնաք առողջացած, Հիսուս Քրիստոսի անունով թող նա գնա և առողջանա, Աստված օրհնի ձեզ, մի կասկածեք, պարզապես գնացեք զվարթ ու երջանիկ, փառք տվեք նրան։ Պարզապես հավատք ունեցեք, մի կասկածեք։ Խոսքում ասված է, գնա և այլևս մի մեղանչիր, որպեսզի ավելի վատ բան չպատահի քեզ հետ։ Մեղքը անհավատությունն է։ Մեղքը հարբեցողությունը, ծխելը կամ մոլախաղերը չեն, դրանք մեղքի պտուղներն են։ Դուք անում եք դա, որովհետև չեք հավատում։ Հիսուսն ասաց, գնա և այլևս մի մեղանչիր, այսինքն մի զբաղվիր անհավատությամբ, այլապես քեզ հետ ավելի վատ բան կպատահի, հավատք ունեցեք Աստծո հանդեպ, հավատացեք նրան ձեր ամբողջ սրտով։ Ես տեսնում եմ, որ լույսը դեռ հետևում է այն կնոջը, եթե դա նա է, ով հենց նոր հեռացավ, այն կախված է այնտեղ սևամորթ մարդու վրա, այո, այնտեղ մի կին կա լեղապարկի խնդրով և ճողվածքով, հավատում եք, որ Տեր Հիսուսը ձեզ առողջացնում է, տիկին, որ նստած եք այնտեղ պարանոցին սպիտակ թաշկինակով, եթե հավատում եք ձեր ամբողջ սրտով, կարող եք կանգնել և պահանջել ձեր բժշկությունը ու առողջանալ Տեր Հիսուսի անունով, Աստված օրհնի ձեզ։ Հավատք ունեցեք Աստծո հանդեպ։ Հավատում ես։
Պարոն, դուք ճողված կունեք, այնպես չէ, դուք նստած եք այնտեղ, այդպես չէ, դուք նստած եք այնտեղ և աղոթում էիք, Տեր, թող այս մարդը խոսի ինձ հետ, ճիշտ է, եթե դա այդպես է, բարձրացեք ձեր ձեռքը, կանգնեք, քո հավատքը բժշկեց քեզ, եղբայր, գնա տուն, Հիսուս Քրիստոսը քեզ առողջացնում է։ Նույն Տեր Հիսուսը, ձեզ պետք չէ բարձրանալ այստեղ, ձեզ պետք է հավատք ունենալ։ Պարզապես հավատացեք Աստծուն ձեր ամբողջ սրտով, և դուք կստանաք այն, ինչի համար խնդրում եք, Հիսուս Քրիստոսը կպարգևի դա ձեզ, եթե միայն հավատաք։ Բայց դուք պետք է հավատաք։ Դուք պետք է հավատաք նրան ձեր ամբողջ սրտով, և Աստված կկատարի դա։ Սա Հիվանն է, ներեցեք, պարոն։ Դուք հավատում եք ձեր ամբողջ սրտով։ Դուք հավատում եք։ Պարզապես դուք մի փոքր հուզված եք, որովհետև այստեղ նրա էության ներկայությունն է։ Եվ իմ կարծիքով դուք այս քաղաքից չեք, եղբայրն ասում է, այո, պարոն, դուք նույնպես եկել եք մայրաքաղաքից, Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքից, այո, դուք քաղցկեղ ունեք, այն ձեր բերանում է, ծնոտի վրա, ճիշտ է, դուք ուզում եք տուն գնալ առողջացած, այո, հենց այդպես։ Ընդունեք Հիսուսին որպես ձեր բժշկի, և Հիսուս Քրիստոսի անունով թող այն թողնի այս մարդուն։ Հեռանա նրանից, ամեն։ Աստված օրհնի ձեզ, պարոն, գնացեք և հավատացեք, հավատք ունեցեք ձեր ամբողջ սրտով։ Ինչ եք ասում։ Բացած ժապավենի վրա։ Հիմա ես գիտեմ, քանի որ տեսնում եմ ձեզ, թե ինչպես եք դուք դառնում երիտասարդ։ Շատ ավելի երիտասարդ, քան իմ ներկայությամբ եք։ Դուք տառապում եք ինչ-որ գլխացավերից, քույրն ասում է այո, և դրանք սկսվել են շատ տարիներ առաջ, ձեր գլխացավերը սկսվել են մոտ 25 տարի առաջ, ճիշտ է։ Եվ այդ ժամանակից ի վեր դրանք ձեզ անհանգստացնում են, դուք հաստատուն հավատացյալ եք և բայց դուք աղոթում եք այն պահի համար, երբ հիմա կանգնած կլինեք այստեղ։ Դուք աղոթքով Աստծուն ասացիք, որ եթե միայն կարողանաք հանդիպել ինձ, և եթե ես աղոթեմ, ձեր գլխացավերը կդադարեն։ Այս ամենը ճշմարիտ է, այո, ամեն ինչ, դա ճշմարիտ է։ Այսպիսով դուք լսեցիք, թե ով ասաց դա, դա ես չէի, դա միայն իմ ձայնն էր, դա ինչ էր որ լիներ, նման էր, հիշում եմ, որ տեսա մի երիտասարդ կնոջ կամ նման մի բան, ամեն ինչ հենց այնպես էր, ինչպես որ այն ժամանակ ասվեց, քույրն ասում է հենց այնպես, ինչպես այն ժամանակ ասվեց, հենց այնպես, ինչպես ասվեց, դուք հավատում եք, որ դա Աստված արեց, դուք հավատում եք, որ Աստված, այո, դա Աստված արեց, ես վստահ եմ դրանում, դուք վստահում եք, որ Աստված այստեղ է։ Մի րոպե, ես ևս մի բան եմ տեսնում, թվում է, թե ձեր կողքին մի երիտասարդ կին էր կանգնած։ Դա դուստրն է, և այո, դուք հենց պատրաստվում եք ինչ-որ տեղ ճամփորդության մեկնել, ուզում եք այցելել նրան, իսկ նա Ինդիանայից է, քույրն ասում է ճիշտ է, Ինդիանա նահանգի Ռիչմոնդ քաղաքից այնտեղ է նա ապրում, և նրա ամուսինը ծառայող է, և նա ձեզ նամակ է գրել ինչ-որ կերպ և ասել է ձեզ չգալ, որովհետև ես գալիս էի այստեղ, այդպես էլ կա, ճիշտ է, այո, դուք բժշկված եք, կարող եք ճանապարհ ընկնել առողջացած, Աստված օրհնի ձեզ, քույր, ամեն, կարող եք գնալ, հավատացեք Աստծուն։ Միայն հավատացեք, հավատք ունեցեք Աստծո հանդեպ։ Հիսուս Քրիստոսը երեկ, այսօր և հավիտյան նույնն է։ Եվ հիմա պարզապես հավատք ունեցեք և հավատացեք։ Աստված օրհնի ձեզ, սիրելի սևամորթ մարդիկ, որ բացականչում եք, նա միշտ պատրաստ է օգնել հավատալու, օգնել կարիքավոր մարդկանց։ Մի րոպե, այն տիկինը,
Հիմա ես տեսնում եմ, որ Սուրբ Հոգին կանգնած է այն անկյունում։ Նա սևամորթ կնոջ վրա է։ Նա նայում է այս կողմ, այսինքն նայում էր և նա աղոթում է։ Նա ուռուցք ունի, և այդ ուռուցքը նրա կոկորդում է։ Նա բարձրացրել է ձեռքը, տիկին, դուք ընդունում եք ձեր բժշկությունը։ Այն տիկինը, ով նստած է հենց այնտեղ ձեր հետևում, նա նույնպես ուռուցք ունի և այն նրա ուսի վրա է։ Ճիշտ է, տիկին։ Դուք երկուսդ էլ հիմա կանգնեք, այնտեղ գտնվող երկու կանայք ուռուցքով, երկու սևամորթ կանայք։ Հիսուս Քրիստոսը բժշկում է ձեզ երկուսիդ էլ։ Կարող եք տուն գնալ և առողջանալ Աստծո փառքի համար։ Ձեր հավատքը բժշկեց ձեզ, Աստված օրհնի ձեզ ամեն ինչ անցավ։ Հավատք ունեցեք Աստծո հանդեպ։ Մի տրվեք անհավատությանը, այլ հավատացեք, որ հավատացողին ամեն ինչ հնարավոր է։ Ամեն։ Օհո, որքան հավատ կա դահլիճում, այնպիսի տպավորություն է, թե ամբողջ սենյակը պատվել է կաթի պես։ Անկասկած, դուք հիմա Տիրոջ հոգու մեջ եք։ Ամեն ինչ կարող է պատահել, ամեն, այո։ Բարև ձեզ, տիկին։ Դուք հավատում եք, որ ես Աստծո մարգարե եմ, նրա, ես նկատի ունեմ դե մարգարեն քարոզիչն է։ Դուք չեք կարծում, թե ես թշնամուց եմ, դուք կարծում եք, որ ես Աստծուց եմ։ Դուք հենց այդպես եք դա անցալում, դե ուրեմն ես կարող եմ ձեզ օգնել, որովհետև նա ինձ ասաց, որ եթե ես կարողանամ համոզել մարդկանց հավատալ ինձ և անկեղծ լինեմ աղոթքի ժամանակ, ապա ոչինչ չի դիմանա աղոթքի առջև։ Ահա, և ոչ թե ես կարող եմ օգնել, այլ բժշկում է միայն Աստված։ Ես տատանվեցի, ես ասացի, ինձ չեն հավատա, նա ասաց, քեզ երկու նշան կտրվի, ինչպես Մովսես մարգարեին։ Ահա սրան մարդիկ կհավատան։ Եվ դրանցից մեկը մարդկանց սրտի գաղտնիքները բացահայտելն է։ Այսպիսով դուք այստեղ ձեզ համար չեք։ Թեև դուք նյարդային եք և հյուծված, բայց այդ ամենը այս երեխայի հիվանդության պատճառով է։ Այս երեխան տառապում է։ Բժիշկները թողել են նրան մահանալու, դա լեյկեմիա է։ Քույրն ասում է այո։ Այդպես չէ։ Ճիշտ այդպես։ Դուք երեխային բերել եք ուրիշ քաղաքից։ Դուք գալիս էիք արևմուտքից ուղղություն վերցնելով դեպի արևելք, այդպես եք եկել։ Դուք եկել եք մի նահանգից, որտեղ լեռներ կան։ Դա Փենսիլվանիան է։ Ճիշտ է։ Եվ ձեր քաղաքը իմ կարծիքով Չեմբերսբուրգն է կամ նման մի բան, այդպես չէ։ Այո, դա այդպես է, երեխային մոտեցրեք ինձ։ Սիրելի փոքրիկ քույր, եթե Տեր Հիսուսն այստեղ լիներ, նա իր ձեռքերը կդներ քեզ վրա և մահը կհեռանար քեզնից, ու դու ողջ կմնայիր։ Դու հավատում ես, որ ես նրա ծառան եմ։ Այդ ժամանակ նրա փոխարեն ես ձեռքերս դնում եմ այս երեխայի վրա և օրհնում նրան, և խնդրում եմ, որ դևը թողնի երեխային, և որ կյանքը մտնի երեխայի մեջ, և որ նա ապրի ու առողջ լինի։ Սատանա, դուրս եկ այս երեխայից։ Աստծո Աստվածաշնչի հիման վրա, ունենալով աստվածային պարգևը, փոխանցված հրեշտակի կողմից, ես հրամայում եմ քեզ թողնել այս երեխային, դուրս եկ նրանից, ամեն։ Հիմա դու հավատում ես, փոքրիկ քույր, որ կարողանաս, չէ՞։ Աստված օրհնի քեզ, շրջվիր և ձեռքով արա դահլիճի մարդկանց, Աստված օրհնի քեզ, մեծ հավատքով փոքրիկ աղջիկ, առողջ եղիր։ Աստված օրհնի քեզ թանկագին, գնա և ինձ նամակ գրիր։ Դուք հավատում եք, որ ես նրա մարգարեն եմ, նրա ծառան։ Քույրն ասում է այո։ Դուք հավատում եք, որ Աստված իր հոգով մոտակայքում է և այն, ինչ հիմա կատարվում է, բխում է Տեր Հիսուսից։ Այո,
Ես ոչ, ես մարդ եմ, այո, եթե Աստված թույլ տա ինձ իմանալ, թե ինչը ձեր մոտ այնպես չէ, ի հաստատումն այն բանի, որ ես նրա մարգարեն եմ, ով կանգնած է այստեղ եւ հայտնում է ճշմարտությունը, ինչպես նա ասաց այն կնոջը գնա կանչիր քո ամուսնուն, նա ասաց ես ամուսին չունեմ, նա ասաց դու հինգն ես ունեցել, նա ասաց ես տեսնում եմ, որ դու մարգարե ես, տեսնում եք, ես հասկացա, որ դու մարգարե ես, այսպիսով նույն այն հոգին, որն այն Աստծո որդու վրա էր, նա խոստացավ հետ ուղարկել Սուրբ Հոգու տեսքով, ով մեզ հետ կլինի եւ կմնա մեզ հետ մինչեւ աշխարհի վերջը։ Դուք հավատում եք դրան։ Քույրն ասում է այո։ Եվ հիմա նա կարող է իմանալ ձեր նեղությունների մասին, այնպես չէ։ Այո, դուք սրտի հիվանդություն ունեք, այո։ Ճիշտ է, բոլոր այն մարդիկ, ովքեր սրտի հիվանդություն ունեն, կանգնեք, դուք կարող եք բժշկվել հենց հիմա, ինչպիսին էլ որ այն լինի, նրանք, ովքեր սրտի հիվանդություն ունեն, Տեր Աստված, դու գիտես, թե որքան ուժ ունենք մենք եւ որքան տկար ենք մենք եւ որքան թույլ, բայց Տեր, մենք գիտենք, թե որքան զորավոր ես դու, եւ սրտի հիվանդությունը մի բան է, որի հետ մեր բժիշկները չեն կարողանում գլուխ հանել, բայց Տեր, ով ստեղծեց սիրտը, դու Եվ հիմա ես արգելում եմ այս դիվային ուժին, որը պահում է այս մարդկանց սրտի հիվանդության միջոցով, թող այն թողնի նրանցից յուրաքանչյուրին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Աստված օրհնի քեզ քույր, պարզապես ուզում եմ քեզ մի բան ասել։ Դու արդեն վաղուց քեզ այնպես չէիր զգացել, ինչպես հիմա, ճիշտ է, այո, ճիշտ է, այսպիսով, որպեսզի մարդիկ իմանան, դա շատ մութ ոգի էր, դուք շատ էիք տառապում, դուք անշարժ պառկած էիք մնում, այդպես է, ճիշտ է, իսկ հիմա դուք այլևս դա չունեք, այո, դուք բժշկված եք, կարող եք, պարզապես ես ձեզ ասացի այդ մասին, ճիշտ այդպես, դուք, լավ։ Հավատք ունեցեք Աստծո հանդեպ, խնդրում եմ, բոլորդ եղեք միաբան, հավատք ունեցեք։ Բարև պարոն։ Լավ, մենք երկուսս էլ անծանոթ ենք միմյանց, բայց Տեր Հիսուսը ճանաչում է մեզ երկուսիս էլ, ճիշտ է, այո, եթե երկնքում գտնվող Աստված, ով ստեղծեց երկինքն ու երկիրը, ապրեց Հիսուս Քրիստոսի մեջ, խոստացավ վերադառնալ, միայն թե արդեն մեր մեջ եւ որ նրա գործերը մենք նույնպես պիտի կատարենք։ Դուք հավատում եք, որ ես նրա մարգարեն եմ, ես ասում եմ սա, որովհետև Տիրոջ հրեշտակն ինձ ասաց, համոզիր մարդկանց հավատալ քեզ, իսկ եթե նրանք չհավատան քեզ, ապա դու կիմանաս նույնի սրտի գաղտնիքները, եւ այդ ժամանակ նրանք ստիպված կլինեն դրան հավատալ, բայց դուք ինձ հավատում եք եւ բացի այդ, դուք հավատում եք ինձ, որովհետև դուք ինքներդ ավետարանի սպասավոր եք։ Եվ դուք այստեղ եք լավ պատճառով, դուք հիվանդ չեք, դուք կարիք ունեք, եւ դուք ուզում եք, որ հնաոճ արթնություն բռնկվի ձեր վայրերում։ Ահա թե ինչի համար եք դուք աղոթում։ Դա է ուզում մեզնից յուրաքանչյուրը, եկեք բոլորս կանգնենք եւ խնդրենք հնաոճ արթնություն։ Ամենակարող Աստված, որ ստեղծել ես երկինքն ու երկիրը, ես հիմա խնդրում եմ, որ ամեն մի դիվային ուժ այս շենքում կործանվի, որպեսզի դրսևորվի Հիսուս Քրիստոսի զորությունը։ Տեր, մենք թույլ ենք, բայց ոչ պարտված։ Սատանա, ես հրամայում եմ քեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, դուրս եկ մարդկանցից։ Կանգնեք հաշմանդամներ, հաշմանդամի սայլակներից, բոլորդ մինչև վերջի մարդը փառք տվեք նրան։ Blessed be the name of the